Սիրելի ներքին գետաշենցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Ժորժ ջան, այսօր մենք ձեզ մոտ եկել ենք մի քանի կարևոր արդյունքներով, բայց այդ արդյունքներից կարևորագույնը Հայաստանում հաստատված խաղաղությունն է եւ ես բոլորիդ շնորհավորում եմ Հայաստանում հաստատված խաղաղության առիթով։ 2021 թվականի կառավարության ծրագրում հստակ մենք գրել ենք, որ ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Ուզում եմ ուշադրություն դարձրեք, մեծագույն առաքելությունը, այսինքն մենք արձանագրել ենք, որ ամենակարևոր բանը խաղաղության հաստատումն է, բայց նաև, այո, 2021 թվականի նախընտրական ծրագրում մենք դրույթներ ունեինք, որոնք բխում էին Ղարաբաղի շարժումից կապված Ղարաբաղի հետ, եւ մենք անկեղծորեն մեր բոլոր գործողություններով գնացել ենք այդ ճանապարհին, այդ ճանապարհով միջև են կետը, որ հասկացել ենք, որ խաղաղությունը եւ Ղարաբաղի շարժումը անհամատեղելի են։ Այսինքն հնարավոր չէ շարունակել Ղարաբաղի շարժումը եւ ունենալ խաղաղություն։ Դա բացառված բան է։ Եվ մենք ստիպված ենք եղել կատարել ընտրություն, եւ ինչի մեջ է եղել մեր ընտրությունը։ Մենք գնացել ենք այն տրամաբանությամբ, որ մենք ունենք մեծագույն պարտավորություն, այսինքն ամենամեծ պարտավորությունը խաղաղությունն էր։ Եվ այսա պատճառը, որ մենք եւ կոնկրետ ես կայացրել եմ շատ բարդ եւ շատ դժվար որոշում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը։ Եվ ես նաեւ ընտրություն եմ տվել ժողովրդին, ասել եմ ժողովուրդ ջան, եթե դուք ես հեղափոխությամբ եմ եկել իշխանության, եթե դուք իմ որոշման հետ համաձայն չեք, ես ճանաչում եւ ընդունում եմ, որ դուք կարող եք 2024 թվականի հունիսին ա եղել այդ հայտարարությունը, որ դուք կարող եք անել հեղափոխություն եւ ինձ հեռացնել իշխանությունից, բայց քանի ես վարչապետ եմ, քանի դեռ դուք ինձ թույլ եք տալիս, որ ես շարունակեմ մնալ վարչապետ, ես կայացնում եմ այդ որոշումը։ Այո, դա եղել է շատ ծանր, շատ դժվար որոշում։ Ես իմացել եմ, որ դրա համար ինձ ասելու են դավաճան, ինձ ասելու են հողատու, ինձ մեղադրելու են ամեն ինչի մեջ, բայց ես այդ որոշումը կայացրել եմ հանուն մեր նահատակների եւ հանուն մեր երեխաների։ Ես այդ որոշումը կայացրել եմ հանուն այն բանի, որ մեր սերունդները այլևս դատապարտված չլինեն, իրենց ուսերին կրել պատմական անլուծելի թնջուկներ։ Ամեն երեխա 91-90 թվից սկսած, երբ որ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, մենք այդ երեխայի ուսերին դրել ենք պատմական, ոչ միայն չլուծված, այլև անլուծելի խնդիրներ բեռներ։ Եվ ես ուրախ եւ հպարտ եմ, որ այս երեխեքին ազատել եմ այդ բեռից եւ այլևս նրանց ոչինչ չի խանգարում ապրել։ Ապրել իրենց հայրենիքում, ապրել, կյանքը վայելել, աշխատել, աշխատանքի արդյունքը վայելել, լինել ազատ, լինել երջանիկ, լինել Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի։ Խաղաղությունը խաղաղություն, բայց մենք երբեք չենք մոռացել Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության մասին։ Մեզ տարիներ շարունակ ձեզ հայտնի նիմադիր ուժերը մեղադրել են, որ մենք բանակը քանդում ենք, որ մենք բանակ չենք կառուցում, որ մենք բանակի վրա ներդրումներ չենք անում։ Բանը հասել այնտեղ, որ ինձ մեղադրել են, ինչ են ասել։ Ասել են Փաշինյանը, ասել են Էրդողանի եւ Ալիևի առաջ պարտավորվել է, որ Հայաստանը բանակ պիտի չունենա, որ Հայաստանը զենք ու սպառազինություն պիտի չունենա։ Մենք այդ բոլոր ասողների պատասխանը տվինք մայիսի 28-ի զորահանդեսում։ Դուք տեսաք այդ զորահանդեսը։
միլիարդավոր դոլարների սպառազինություն մենք հաշվետու եղանք ձեզ։ Այդ զորահանդեսը մի նպատակ ուներ միայն Ժողովուրդ ջան, հաշվետու լինել ձեզ յուրաքանչյուրիդ, որպեսզի որևէ մեկիդ մտքում մենք կասկածի տեղ չթողենք, թե ինչքանով ենք մենք նվիրված Հայաստանի պաշտպանության խնդիրներին, բայց ավելին մենք այնտեղ ցույց տվեցինք նոր բանակ, նոր հագուստով, նոր սպառազինությամբ, բայց նաև ցույց դրեցինք Հայաստանի տնտեսության մի նոր ոլորտ, ռազմարդյունաբերական համալիր, եւ ամեն անգամ Հանրապետության հրապարակը թնդում էր ծափերից, երբ հրապարակ էր մտրում սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, որը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, արտադրված է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց այն ինչ մայիսի 28-ին ցույց ենք տվել ամբողջը չի։ Այսօր ժողովուրդ մարզահամերգային համալիրում բացվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ցուցահանդեսը եւ յուրաքանչյուրը կարող է գնալ եւ սեփական աչքերով տեսնել։ Այն ինչ որ այնտեղ ցույց ենք տվել 10%-ն է, 10 անգամ ավել արտադրանքներ այսօրվանից մարզահամերգային համալիրում ցուցադրվում են։ Բայց ես ուզում եմ էլի ասել, այդ ամենը ո՞նց է եղել ժողովուրդ ջան, օդից է անգել։ Դուք հիշում եք ինչ վիճակում ենք մենք եղել 20 թվին, 21, 22, 23 թվերին, բայց մենք մեր տեսադաշտից ոչ մի րոպե բաց չենք թողել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու խնդիրը։ Մենք նախ 2021 թվականին 2.8 անգամ 180%-ով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը, որովհետև այդ սարքերը առանց գիտության ո՞նց պետք է ստեղծես։ Գիտության ոլորտում 100-ից 300%-ով աշխատավարձերը ավելացրել ենք։ 20 միլիարդ դրամի սարքեր ենք ձեռք բերել մեր գիտահետազոտական կազմակերպությունների համար։ Եվ այսօր 170 միլիարդ դրամի ներդրում ենք արել ռազմարդյունաբերական համալիրում, 170 միլիարդ դրամի։ Եվ այսօր մենք ունենք ռազմարդյունաբերական համալիր, որ ռազմական արտադրանք է արտահանում զարգացած երկրներ եւ արդեն իսկ տասնյակ միլիոնավոր դոլարների պայմանագրեր ունի կնքած եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ նոր բանակի եւ նոր ռազմարդյունաբերական համալիրի առիթով։ Բայց նաեւ ժողովուրդ երեք Գեղարքունիքի մարզում բացվեց արհեստական բանականության առաջին գործարանը եւ այս ամիս Հրազդանում բացվելու է արհեստական բանականության երկրորդ եւ խոշոր գործարանը 5 միլիարդ դոլարի ներդրումով։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը նոր տեխնոլոգիական դարաշրջան է մտնում եւ սա այն բանի շնորհիվ, որ նախորդ տարվա 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահի հետ մենք ստորագրեցինք մտադրությունների հուշագիր արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին։ Այն ժամանակ ընդդիմությունն ինչ էր ասում, ասում էր դե թղթի կտոր է էլի, ոչ իրավական ուժ ունի, ոչ հետևանք։ Մի տարի էլ դեռ չի անցել, մի տարի դեռ չի անցել, այսօր մենք ինչ ունենք, Երևանի պետական համալսարանում սուպեր համակարգիչ եւ արհեստական բանականության կենտրոն, Գագարինում արհեստական բանականության գործարան, հունիսին Հրազդանում ունենալու ենք արհեստական բանականության գործարան։ Բայց այս նոր որակի պետությունը, նոր որակի տնտեսությունը ենթադրում է, որ մենք բարձր մակարդակի եւ որակավորման կադրեր պետք է ունենանք։ Մեր երեխեքը իրանց ընտանիքի, իրանց ապրուստը այլ սևագործ բանվորությամբ չպետք է վաստակեն, այլ պետք է լինեն բարձր որակավորված տեխնոլոգիական մասնագետներ։ Էսա պատճառը, որ մենք Հայաստանում կրթությունը հայտարարել ենք ռազմավարությունների ռազմավարություն եւ իրականացնում ենք 300 դպրոցի 500 մանկապարտեզի ծրագիրը, իրականացնում ենք ակադեմիական քաղաքի ծրագիրը, իրականացնում ենք ուսուցիչների կամավոր ատեստավորում եւ շարունակելու ենք դա, եթե նախորդ շրջանում կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափը 100,000-ից դառնում էր 200,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը,
Հաջորդ փուլում ատեստավորված ուսուցիչները նորից ատեստավորվելու հնարավորություն են ունենալու, նրանց դրույքը 200,000-ից դառնալու է 300,000 դրամ, պլյուս ատեստավորման տոկոսը։ Մենք ուսուցչի կարգավիճակի մասին օրենք ենք ընդունելու, որտեղ ապահովելու ենք նաև ուսուցիչների բնակարանային ապահովության ծրագիր ենք ներդնելու, որպեսզի մեր ուսուցիչները մեր դպրոցներում նոր որակի կադրեր պատրաստեն ի համաձայն այն կարգախոսի, որ մենք նորակառույց դպրոցներում դնում ենք, լավ սովորի, որ լավ ապրեն։ Դե ներքին գետաշենի դպրոցի հետ կապած պրոբլեմը գիտենք, դե հերթական շինարարական ընկերությունը, որ վատա կատարում իր պարտավորությունները, բայց մենք հիմա կկենտրոնանանք, նոր շինարար կներգրավենք, որպեսզի հնարավորինս արագ դպրոցի կառուցումը, բայց այս դպրոցը արդեն իսկ այսօր կարող ենք ասել, ինքը կառուցվի, կավարտվի։ Հայաստանում այս որակի դպրոցներ երբեք նախկինում չեն եղել։ Այն որակի լաբորատորիաներ, որ մենք դնում ենք դպրոցներում, նախկինում երբեք չեն եղել։ Եվ սա նոր կյանքի, նոր պետության, նոր որակի պետության եւ պետության վերելքի մասին է։ Բայց շատ կարևոր է արձանագրել նաեւ, թե մենք ինչով ենք այս ամեն ինչը անում։ Մենք դες 2018 թվին խոստացանք, որ թալանը դադարեցնելու ենք եւ թալանվածը հետ ենք բերելու։ Մենք 8 միլիարդ դրամի այս կամ այն ձևով գումարներ վերադարձրել ենք պետությանը եւ այդ գումարների հաշվին է, որ ճանապարհներ են կառուցում, որ փողոցներ են կառուցում, որ լուսավորություններ են անցկացնում փողոցներում, դպրոցներ, մանկապարտեզներ, բայց նաեւ մենք չենք մոռանում յուրաքանչյուր անձի սոցիալական ապահովության մասին։ Երբ որ ես 2018 թվականին ընտրվել եմ վարչապետ, ժողովուրդ, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը։ Այսօր մեր երեխեքը, մինչև 18 տարեկան բոլոր երեխեքը պետական բյուջեի վճարումներով առողջության ապահովագրություն են ստանում։ Եվ մեր երիտասարդ հայրիկները եւ մայրիկները կարիք չունեն մտածելու, որ եթե Աստված չանի, երեխեքը առողջական խնդիր ունենան, ինչա լինելու, ով է այդ հոգսը հոգալու, այդ հոգսը հոգալու է երեխաների հայրենի պետությունը, Հայաստանի Հանրապետությունը։ 65 պլյուս տարիքի 65 պլյուս տարիքի մեր բոլոր սիրելի թոշակառուները օգտվում են առողջության ապահովագրության համակարգից։ Ժողովուրդ, այսօր հարյուրավոր 65 պլյուս տարիքի թոշակառուներ, հազարավոր ենթարկվում են վիրահատությունների, որոնք արժեն 500,000 դրամ, 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն, 4 միլիոն, 5 միլիոն, եւ նրանք ստիպված չեն իրենց տները դնել գրավի տակ կամ ընկնել սև ցուցակի մեջ, որովհետև իրենք պետության քաղաքացի են, իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, եւ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է իր քաղաքացու կողքին։ Բայց միևնույն ժամանակ այս ամեն ինչը իհարկե շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի, որովհետև այս ամեն ինչը իմաստ չի ունենա առանց խաղաղության։ Ժողովուրդ, 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ մենք սահմանին զոհ եւ վիրավոր չենք ունեցել։ Արդեն 2 տարի մենք սահմաններին զոհեր եւ վիրավորներ չունենք, եւ սա ամենամեծ իրադարձությունն է, որ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում մեր կյանքում։ Բայց նաեւ 2025 թվականը առաջին տարին է, որ Հայաստանից արտագաղթը դադարել է եւ ներգաղթ սկսել 2025 թվականին 8860 քաղաքացի ավելի շատ վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, քան հեռացել է Հայաստանի Հանրապետությունից։ Արտագաղթը դադարում է, ժողովուրդ ջան, արտագաղթը դադարել է եւ դա առաջին հերթին խաղաղության շնորհիվ։ Էսա պատճառը, որ ես ասում եմ, այս ընտրությունների ամենակարևոր հարցերի հարցը հետեւյալն է. Հայաստանի քաղաքացին խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Ամենակարևորը դրա պատճառով է, որ ես բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ,
2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց շատ կարևոր է արձանագրել, որ այդ քվեարկությունը պետք է բովանդակությամբ ամրագրված լինի, որովհետև քվեարկությունը ինքնանպատակ չի, սա պաշտոնի եւ աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն ապագայի, հանուն խաղաղության եւ 16-ին քվեարկող յուրաքանչյուր ոք ինքնահայտարարագրում է, որ ինքը տեր է պետությանը, որ ինքը տեր է անկախությանը, որ ինքը տեր է ապագային եւ ինքը տեր է խաղաղությանը։ Ժողովուրդը, այո, ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, բայց եկեք չմոռանանք, որ ժողովուրդը կազմված է անհատներից, անհատ մարդկանցից, մի մարդկանցից։ Էսա պատճառը, որ ես շատ կարևոր եմ համարում, որ մենք առերեսվենք այն պարզ եւ ակնհայտ փաստի հետ, որ պետության ապագան, անկախության ապագան, խաղաղության ապագան կախված է մի մարդուց, կախված է մի մարդու որոշումից, ընդամենը մի մարդու որոշումից, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես, ով այդ մեկ մարդը, որ տեր է պետությանը, որ տեր է խաղաղությանը, թող ձեր բարձրացնի, եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ներքին գետաշենին, Մարտունին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ժորջան, երկու կարճ հայտարարություն։ Այսօր մեր Գեղարքունիքի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու ժամը 20:00-ին, ոչ մի րոպե ուշ եւ ոչ մի րոպե շուտ Գավառի կենտրոնական հրապարակում։ Պատիվ կլինի բոլորիդ տեսնել այնտեղ Գավառի կենտրոնական հրապարակում այսօր ժամը 20:00-ին։ Երկրորդ հայտարարությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության եզրափակիչ հավաքը, մեծ հավաքը տեղի ունենալու հունիսի 5-ին ժամը 20:00-ին, էլի ոչ մի րոպե շուտ, ոչ մի րոպե ուշ, հունիսի 5-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում։ Եվ ես այդ հավաքին մասնակցելու համար հրավիրում եմ մի մարդու, ընդամենը մի մարդու, այն մեկ մարդուն, որ տերա պետությանը, որ տերա անկախությանը, որ տերա ապագային, որ տերա խաղաղությանը, հունիսի 5-ին ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ շատ, Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։